Բարի երեկո, եթերում օր լրատվականի հիմնական թողարկումն է եւ այսօր ծրագրում։ Հուլիսի 4-ի լույս 5-ի գիշերը Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակել է տիրել հարաբերական անդոր, բացառությամբ հարավային եւ հյուսիսարևելյան ուղղությունների։ Նշված հատվածներում հակառակորդը հիմնականում ինքնաձիգներից եւ գնդացիրներից մի քանի ոչ թիրախային կրակոցներ արձակել հայկական դիրքերի ուղղությամբ։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել են իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն։ Հուլիսի 1-ից 5-ը Թբիլիսիում կայացած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 25-րդ ամենամյա նստաշրջանն աշխատանքն ավարտել է հռչակագրի ընդունմամբ։ Ինչպես տեղեկացնում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը, հռչակագրում անդրադարձ կա նաև Ադրբեջանա-Ղարաբաղյան հակամարտությանը։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լարման առնչությամբ եւ ողջունել է ԵԱՀԿ տարածքում ձգձգվող հակամարտությունների քաղաքական լուծման ուղղությամբ բանակցությունների ձևաչափերի եւ մեխանիզմների հաստատման նպատակով ԵԱՀԿ նախագահության ակտիվ ներգրավվածությունը։ Կոչ են քանում խորհրդարանականներին խրախուսել կողմերի քաղաքական կամքը ներդնելու լուրջ ջանքեր, հասնելու վստահության միջոցների կառուցման համաձայնության, նվազեցնելու Ադրբեջանա-Ղարաբաղյան հակամարտության գոտում հետագա ռազմական բախումների ռիսկը, Մինսկի խմբի շրջանակներում հասնելու բանակցված եւ համակողմանի լուծման, ասված է հռչակագրում։ Իսրայելի խորհրդարանում շուրջ 1 ժամ տևած քննարկումից հետո այդ երկրի խորհրդարանը 24 կողմ ձայնով հավանություն է տվել կառավարության ներկայացուցչի առաջարկին եւ հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող բանաձևը կրկին հետ է ուղարկվել կրթության հանձնաժողով լրացուցիչ քննարկման համար։ Այդ որոշումն առաջացրել է դահլիճում ներկա հայ համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաեւ հրեա ականավոր գիտնականների հիասթափությունն ու զայրույթը։ Ելույթ ունեցող տարբեր կուսակցություններ ներկայացնող բոլոր պատգամավորները շեշտում էին, որ 1915-ին տեղի ունեցածը ցեղասպանություն է։ Բերում էին բազում փաստարկներ այդ ձևակերպման օգտին։ Սակայն ամփոփիչ ելույթով հանդես եկած կառավարության ներկայացուցչի խոսքից հետո նրանք համաձայնություն են տվել խորհրդարանի լիագումար նիստում հարցի քվեարկությունը հետաձգելուն։ Մինչ խորհրդարանի պատերից ներս ընթանում էր քննարկումը, հայությունը զորակցական հանրահավաք էր կազմակերպել խորհրդարանի առջև։ Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրը։ 1995 թվականի այդ օրը երկրի հիմնական օրենքի նախագիծը ներկայացվեց համաժողովրդական հանրաքվեի։ Դա անկախ Հայաստանի առաջին սահմանադրությունն էր։ 10 տարի անց 2005 թվականի նոյեմբերի 27-ին երկրում կրկին անցկացվեց սահմանադրական հանրաքվե, որի ժամանակ քաղաքացիները հավանության արժանացրեցին գլխավոր փաստաթղթում առկա փոփոխությունները։ Սահմանադրությունը փոփոխությունների է ենթարկվել նաև 2015-ին, մասնավորապես 2015-ի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, ըստ որի Հայաստանն անցում կատարեց կառավարման խորհրդարանական համակարգի։ Ըստ այդմ Հայաստանում այլևս տեղի չեն ունենա նախագահի ընտրություններ համաժողովրդական քվեարկությամբ։ Նախագահը կընտրվի 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված ազգային ժողովի եւ ընտրիչների ինստիտուտի կողմից։ Միրուշենն արդեն Արցախյան գոյամարտում եւ հայրենական մեծ պատերազմում զոհված հայրենիների իշատակը հավերժացնող սրբատեղի ունի։ Նախաձեռնության հեղինակն արտերկրում հաստատված համագյուղացի Արմեն Սարգսյանն է։ Հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են վարչապետ Արայք Հարությունյանը, ազգային ժողովի պատգամավորներ, կառավարության ներկայացուցիչներ եւ բարձրաստիճան զինվորականներ։ Հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը ժամանած պաշտոնական պատվիրակությանը պատվոպահակախումբը զինվորական ողջույնով է դիմավորել։ Հետո հիշել են Միրուշենի 88 քաջերին։ 81-ը զոհվել է մեծ հայրենականում, 7-ն էլ Արցախյան ազատամարտում։ Հայրենական պատերազմի զոհվածների հիշատակին կարգոթող կառուցած դեռ 60-ական թվականներին, որը կարելի ասած փլզման եզրին էր եւ համաձայնեցնելով իշխանությունների հետ կարողացանք այս հինը եցնել, քանդել, դուտեղ կառուցել այս գեղեցիկ հուշակոթողը։ Հուշարձանի բացման պատիվը տրվել է բարերար Արմեն Սարգսյանին եւ զոհված ազատամարտիկի դուստր Լիլիա Զաքարյանին։ Արտերկրում հաստատված Միրուշենցին ասում է, որ հիմա ավելի շատ գյուղում է լինում, քան դրսում։ Սա էլ այն է, ինչ կարող էր անել ծննդավայրում, անցյալի ու ապագայի համար է։ Ես ինձ զգում Միրուշենացի, հայրական տունս տեղա, սրա համար որոշալ եմ այդ զոհված տղոց համար մեն գործանիմ, մեն լավ բենանիմ, իմ նվերիմ իմ շենիս հետի։ Այս հուշարձանին միրուշենցիները երկար են սպասել, սա հաղթանակի օրը եւ այն գյուղացիների հետ է նշել վարչապետը։ Ազատագրական պայքարի տարիներին Արայիկ Հարությունյանն այս դորակում էլ ճանապարհ է անցել։ Հիմա արդեն նաեւ որպես կառավարության ղեկավար է ներկայացել։ Կապը մեծ էր եւ ամեն օր տեսնում էի եւ Միրուշենի մեր ազատամարտիկներին եւ Միրուշենի մեր բնակիչներին, որոնք անտեսելով մահը, անտեսելով վախը, ռիսկը գտնում էին գյուղում իրենց ամուսինների, իրենց որդիների կողքին։ Այստեղ էին գտնում նաև սփյուռքահայ
եւ իհարկե Հայաստանից կամավորներ։ Եվ բոլորի նպատակը մեկն է՝ պահել մեր երկիրը։ Լինելով այստեղ ես նաեւ հիշեցի այն ծանր օրերը, որը մենք միասին անցանք, ունեցանք կորուստներ, զոհեր, եւ այս հուշակոթողը մարմնավորում է իր մեջ այդ ամենը։ Այսուհետև Միրուշենում համագյուղացի հերոսներին հիշելու եւ մեծարելու են այստեղ։ Համոզված են նաեւ նրանք են հիշելու, ովքեր պատերազմ չեն տեսել։ Ուզում են, որ նման հուշարձան կանգնեցնելու առիթ էլ չլինի։ Քաջերն էլ ոչ թե մարտի դաշտ, այլ վարուցանքսի գնան ու զարգացնեն գյուղը։ Ուզում եմ, որ պատերազմ չլինի, միշտ խաղաղություն լինի, որպեսզի մեր բարերարները ոչ թե մեր զոհված նահատակների համար բարեգործություն կատարեն եւ հուշարձաններ կառուցեն, այլ կառուցեն մանկապարտեզներ եւ դպրոցներ։ Միրուշենի հուշարձանի հատակագիծը պաշտպանության բանակի զինանշանի պատկերն ունի։ Ճարտարապետը Նվեր Միքայելյանն է, քանդակագործը Ռոբերտ Ասկարյանը։ Հուշակոթողը պատրաստված է հարավի մարմարից, արծիվ ու խաչ։ Հեղինակն այսպես է բնորոշում մարտնչող Արցախցուն ստացվել է, ասում է։ Խաչից ելնող ծնվող արծիվը ինքը խորհրդանշում է հենց բարձունքի տերը։ Խաչը ժողովուրդն է, արծիվը մեր ազդամարտիկներն են, ասինքն էտա մեծ գաղափարը, ստումադարից մեծ գաղափար։ Օրնառիթ էր մեկ անգամ եւս արժևորելու նվիրյալների վաստակը։ Ազատամարտում եւ վանակաշինության մեջ ունեցած ավանդի համար մի խումբ ազատամարտիկներ, պատվոգրեր եւ նվերներ են ստացել պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանից եւ Արցախի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանից։ Բարերար Արմեն Սարգսյանն արժանացել է վարչապետի հուշամեդալի։ Միրուշենի 88 քաջերի հիշատակին այսօր ծաղիկներ են խոնարհել բոլորը։ Նարեկ Սահակյան, Մերուժան Մարտիրոսյան, օր։ Հուլիսի 5-ի դրությամբ հանրապետությունում հավաքվել է ավելի քան 100,000 տոննա հացահատիկ։ Այս օրերին ալրաղացներն ու գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի պահեստային տնտեսությունները մթերման աշխատանքով են զբաղված։ Հացահատիկի ցանքսերի 57,000 հեկտարից հնձված է 42,000-ը։ Գարու միջին բերքատվությունը հեկտարից 21, ցորենինը 28 ցենտներ է։ Գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանն ասում է, որ տեղյակ է, թե ինչ է կատարվում հիմա դաշտերում։ Տեխնիկական հնարավորությունները փորձում են օգտագործել հնարավորինս արդյունավետ, որ ազատ կոմբայն ու չհնձված տարածք չմնա, քանի որ եւ գարին է հասունացել եւ ցորենը որոշ տեղերում նաեւ հնդկացորենն են հնձում։ Մենք չենք կարող ամբողջ կոմբայների մեծ խմբականակը միայն պահել գարուցանքերում, ավարտել, հետո անցնել, քանի որ դա նաև տեխնիկական խնդիրներ է առաջացնում եւ նաև տեղափոխելու խնդիրներ են, այնպես որ այդ բոլոր աշխատանքները բնականon հնով ընթանում է եւ փառք Աստծո այսօր մենք լուրջ խնդիրներ չունենք եւ բերքահավաքի աշխատանքները եւ մթերող կազմակերպությունների փոխադրումների աշխատանքները գտնվում են մեր ամենօրյա ուշադրության ու վերլուծությունների արդյունքում։ Բերքի քանակից նախարարը գոհ է, հատել են 100,000 տոննայի սահմանը, մոտավոր հաշվարկով կհավաքեն եւս 40,000 տոննա։ Քանակը շատ է, բայց սոսնձանյութը, որի պարունակությունը հատիկում որոշում է նրա գինն ու որակը, քիչ։ Որոշ օգտագործողների մոտ իհարկե կա սոսնձանյութի պակաս, բայց կա նաեւ բազմաթիվ օգտագործողներ, որոնք որ համապատասխան ուրեմն ագրոտեխնիկական կանոնները ազոտի համապատասխան քանակությունը արդեն տվել են օղի եւ նրանց մոտ եւ բարձր բերք է ստացվել եւ համապատասխանաբար բարձր սոսնձանյութ։ Ալարաղացները ընդունում են բարձր սոսնձանյութով ցորենը, հիմնականում 20-ից բարձր։ Ըստ տրամաբանության դրանով պետք է նաեւ գինը որոշվի։ Ընդունում ենք միայն հացաթխման պարամետրերին համապատասխանող ցորեն։ Ժողովուրդը արդեն ինչ որտեղ հասկանում են, որ անասնակերտ ցորենը հացաթխմանը չի բավարարում։ Գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանի կարծիքով բերքն այնքան շատ է, որ բարձր սոսնձանյութով ցորենի, այսինքն որակյալ ալյուր, բնականաբար եւ հաց ստանալու խնդիր տեղական արտադրողները չեն ունենա։ Վերամշակող կազմակերպությունները, ալրաղացները ունեն ընտրության լայն հնարավորություն, այսինքն 100,000-ի միջից նրանք կարող են 20-30,000 տոննա ընտրել լավագույն, ուրեմն բարձր սոսնձանյութ ունեցող ցորեններ։ Ալրաղացներում հիմա եռուզեռ է, Ասկերանի շրջանում պահեստները հիմնականում լեփլեցուն են։ Ալյուրի արտադրությանը զուգահեռ շարունակում են ցորենի մթերումը։ Էրմի ընկերությանը պատկանող տարածքում մեքենաների հերթ էր։ Տնօրենն ասում է, որ իրենց տարածքում ցորեն նաև գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամն է ընդունում։ Հերթը դրանից է։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Բախշյանը բացատրում է. Բերքն ընդունելուն զուգահեռ հիմնադրամը նաև գարին եւ ցորենը տեղափոխում է Հայաստանի Հանրապետություն, տեղ ազատելով պահեստներում։ Հերթերը գոյանում են այն ժամանակ, երբ պահեստներում, որոնք ի դեպ բանվորական ուժի կարիք ունեն, համընկնում են բեռնման եւ բեռնաթափման աշխատանքները։ Ամենամեծ խցանումը որ լինում է 7-8 մեքենա,
որը մի ժամում կարող է դատարկվի։ Ուղղակի մի կես ժամ պետք է սպասեն, կամ Հայաստանի Հանրապետության մեքենային առաջինը բաց թողնենք, որ ազատվի տեղ, կամ էլ տեղ սարքավորումներով, որով դուք տեսել եք, այդ սարքավորումներով տեղ ազատենք, այս է խնդիրը։ Հիմնադրամը Գարի եւ Ցորեն ընդունում է Մարտունու, Ասկերանի, Վարանդայի, Երևանի պահեստներում։ Բերքահավաքին զուգահեռ նոր պահեստներ են վարձակալել Հայաստանի Հանրապետության Խնձորեսկ եւ Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղերում։ Հիմա փորձում են կանոնակարգել աշխատանքը։ Գարին եւ Ցորենն ընդունել առանձին տեղերում։ Գարի այս պայդրությամբ կա միայն Մարտունիում, որը 2 օրվա ընթացքում ելի կտեղափոխվի Հայաստանի Հանրապետություն։ Բերքահավաքի մեկնարկից ի վեր գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը մթերել է 5.500 տոննա գարի, 6.500 տոննա ցորեն։ Մթերված հատիկից մոտ 4000 տոննան վաճառվել է։ Հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշյանի խոսքով ստացված գումարը օգտագործում են հողագործներին վճարելու համար։ Հիշեցնենք, որ հիմնադրամը գարին Արցախի տարածքում ընդունում է 105 դրամով, բարենային ցորենը 120։ Հեռանկարում կա, որ գարի լիարժեք ուղարկենք Հայաստանի Հանրապետություն երևությամբ, իսկ ցորենը պահենք այստեղ մոտորապես 8000-ից 10000 տոննայի սահմաններում։ Հիմնադրամի սահմանած գները լուրջ մրցակցություն են ստեղծել։ Ալարղասները ցորենն ընդունում են միջինը 120 դրամով։ Ասկերանի շրջանում տեղակայված ալարղասների պահեստներում արդեն իսկ մոտ 8000 տոննա ցորեն է մթերվել։ Էրմի ընկերության տնօրենն ասում է, որ գումարը վճարում են անմիջապես։ Որոշ դեպքերում մի քանի օրվա ընթացքում այլապես կհանձնեն հիմնադրամին, որը անկախ ցորենի որակից Բերքն ընդունում է 120 դրամով։ Միանգամից կարողանում են հանձնել նույն տարածքում պետությանը հիմնադրամը։ Հիշեցնենք, որ գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին Բերքը հանձնելով հողագործները կարող են հատիկով մարել հիմնադրամի հանդեպ ունեցած պարտավորությունները, բանկերում փակել վարկերը, վճարել ագրոծառայությունների դիմաց, ջրային տնտեսության ունեցած պարտքը։ Մնացած գումարը վճարվելու է հացագործների հետ մշակված ժամանակացույցի համաձայն, իսկ մինչ այդ հանձնված Բերքի 20%-ի գինը հողագործները կստանան արձեռն Բերքահավաքի աշխատանքները կազմակերպելու համար։ Լուսինա Ավանեսյան, Աշոտ Գասպարյան, օր։ Վերջերս Ընդդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտարարություն տարածեց սպառողներին կոչ անելով միս գնելուց ուշադրություն դարձնել անասնաբուժասանիտարական փորձաքննության փաստաթղթի առկայությանը։ Հատկապես որ դեպքերում եւ ինչից պետք է զգուշանան գնորդները, մեկնաբանել է գյուղատնտեսության նախարարության Ընդդամթերքի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչը։ Հատկապես մայրաքաղաքում եւ շրջկենտրոններում գործող մսի վաճառքի կետերում վերջին 1-2 տարվա ընթացքում տեսանելի փոփոխություններ են կատարվել։ Մսի վաճառքի սանիտարահիգիենիկ պայմաններն են էապես բարելավել, անասնաբուժասանիտարական փորձաքննության փաստաթղթերի առկայությունն էլ արդեն համատարած բնույթ է կրում։ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության զգուշացումը այլ ոլորտի է վերաբերում։ Խոսքը, այսպես ասած, ձեռքից իրականացվող վաճառքի մասին է։ Սպառողների միսթվար զանգվածի համար այս տարբերակով առաջարկվող միսը գրավիչ է նախ եւ առաջ գնով, ավելի էժան է, հետո էլ եկողը սովորաբար ծանոթ բարեկամ է եւ առաջարկվող միսն էլ թարմ է։ Տեսչությունը նման առևտուրը չի խրախուսում, սակայն հաշվի առնելով, որ անասնատերերը հաճախ ստիպված են գնում այդ քայլին, չի հարգելում։ Պարզապես պահանջում է, որ դա իրականացվի գոնե նվազագույն սանիտարահիգիենիկ պայմաններում։ Հարցը հրատապ է հատկապես շոկ եղանակներին։ Այսինքն ոչ թե միսը դնեն գետնի վրա ու անմիջապես գետնի վրա այստեղն, այլ ինչ-որ սեղանի պես հարմարացնեն, մոտ 50 սանտիմետր առնվազն գետնի մակերևույթից բարձր։ Գլխավոր պայմանը սակայն այն է, որ վաճառվող միսը անվտանգ լինի եւ ունենա դա հաստատող փաստաթղթեր։ Կարլեն Ասրյանը կարգն է նկարագրում ամենայն մանրամասնությամբ։ Եթե այդ անասնատերը միսը իրացնելու նպատակով բերում է Ստեփանակերտ, անպայման պետք է առաջերտին տվյալ համայնքի անասնաբուժից տեղեկանք վերցնել մսի, այսինքն մսի տվյալ կենթանու առողջության վերաբերյալ։ Նոր այդ հասնելով Ստեփանակերտ, այդ համայնքի անասնաբուժի տված տեղեկանքը ներկայացնում է կենտրոնական շուկայում գտնվող մսակատնային հսկողական կայանին, որտեղ ենթարկում է անասնաբուժասանիտարական փորձաքննության տվյալ միսը։ Եվ արդեն եթե փորձաքննությունից հետո պարզվում է, որ միսը առողջ է եւ պիտանի է սննդի համար օգտագործելու, արդեն մսակատնային հսկողական կայանի մասնագետը ինքը տալիս է մշակված համապատասխան ձևով եզրակացություն ու դրանից հետո արդեն տվյալ անհատը իրավունք ունի միսը վաճառել։ Պատասխանատուները հիշեցնում են, այս ամենն իրականացնելու համար գումար չի պահանջվում, պարզապես ժամանակ, այն էլ ոչ շատ։ Այդ գործընթացը բացարձակապես անվճար է, ձրի, իսկ պահանջվելու է մոտավորապես րոպեներ։
Նորեր Հովսեփյան, Մերուժան Մարտիրոսյան, օր։ Վիրտուալ միջավայրում եւ նրա սահմաններից դուրս ճանաչված հայկական գիտական համագործակցություն գիտակրթական կազմակերպության համանախագահներն Արցախում են։ Երեք Արցախի երիտասարդ գիտնականների եւ մասնագետների միավորում կազմակերպության ու Մեսրոպ Մաշտոց համալսարանի աջակցությամբ նրանք անցկացրել են սեմինար «Ինչպես զարգացնել կրթությունը եւ գիտությունը Արցախում» թեմայով։ Հանդիպան ընթացքում Armscoop գիտակրթական ցանցի համանախագահները խոսել են միջազգային ու տեղական կրթաթոշակային ծրագրերի մասին եւ ներկայացրել դրանց դիմելու հնարավորությունները։ Ինչպես է հնարավոր առանց գումար ծախսելու կամ նվազագույն վճարով ստանալ միջազգային մակարդակի ժամանակակից կրթություն, ինտերնետի միջոցով խորացնել սեփական կրթական մակարդակը, անցնել մասնագիտական վերապատրաստում, մի խոսքով օգտագործել ժամանակակից հնարավորությունները կրթությամբ, գիտությամբ կամ պարզապես ինքնազարգացմամբ զբաղվելու համար։ 6 տարի առաջ 3 ընկերներ համախմբվեցին այս գաղափարի շուրջ։ Նրանք հավատում էին, որ ապրելով Հայաստանի տարբեր ծայրերում հնարավոր է զարգացնել գիտությունը եւ կրթությունը եւ լինել համաշխարհային գիտակրթական հատվածի մաս։ Փորձում ենք տարածել այդ գիտելիքները, որոնք մենք ունենք, մեր ընկերներն են մեզ փոխանցել, փորձում ենք տարածել Հայաստանով մեկ, որպեսզի մեր նման երիտասարդները ունենան հնարավորություն լինելու այդ ամենի մասը։ Եվ կարծում ենք, որ դա նպաստում է մեր պետականությունների զարգացմանը։ Հայկական գիտական համագործակցություն ընկերություն ստեղծելու գաղափարն էլ առաջացավ այն ժամանակ, երբ կրթական եւ գիտական ասպարեզում սկսված փնտրտուքը բացահայտեց տեղեկատվության պակասը։ Քանի որ շատերը հնարավորություն չունեն ֆինանսական կամ այլ պատճառներով մեկնելու դուրս արտասահմանում ստանալու բարձրակարգ կրթություն կամ ոչ միայն այդ նպատակով օգտվելու այդ ռեսուրսներից, ասենք տարբեր ռեսուրսներից, որ հասանելի են տարբեր երկրներում, մեզ հասանելի չեն, նպատակը այդտեղից առաջացավ ստեղծել նման ռեսուրս հարթակ այդ ամեն ինչը մեկտեղելու, համատեղելու համար եւ բաց անվճար սկզբունքներով, հիմնականում սկզբունքներով հասանելի դարձնել տեղացիների համար։ Armscoop.com կայքի նպատակն է նպաստել Հայաստանում գիտության տարբեր ճյուղերի ու գիտական համակարգի զարգացմանը, գիտական համագործակցության ընդլայնման ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան գիտական շրջանակների միջև, տեղեկացնել գիտության նորանոր նվաճումների, աշխարհի լավագույն համալսարանների կողմից անցկացվող անվճար առցանց դասընթացների, գիտակրթական, ինչպես նաև աշխատանքային ամենատարբեր ծրագրերի ու հնարավորությունների մասին։ Այցի նպատակն է տեղի ուսանողությանը եւ ինչ ոչ միայն ուսանողությանը, նաեւ երիտասարդ մասնագետներին, գիտնականներին, տարբեր մասնագետներին ներկայացնել այն բոլոր հնարավորությունները կրթական, գիտական եւ մասնագիտական վերապատրաստման, պրոֆեսիոնալիզմի բարձրացման, որոնք հնարավոր է ստանալ հիմնականում համացանցի միջոցով, ինտերնետային տարբեր հնարավորությունների միջոցով։ Armscoop.com գիտակրթական հարթակը կրթական, ակադեմիական, կրթաթոշակային, դրամաշնորհային եւ աշխատանքային հայտարարությունների, գիտակրթական միջոցառումների մասին նորությունների տարածման, ինչպես նաեւ գիտական հոդվածների, աշխատությունների եւ հանդեսների հանրայնացման ցանց է։ Կրթաթոշակային ծրագրեր ենք մենք բազմաթիվ ներկայացրել, արտասահմանում սովորել, նաև Հայաստանում հայկական գործող, ասենք հայ բարեգործական ընդհանուր միության, Գյուլբենկյան հիմնադրամի տարբեր կազմակերպությունների կրթաթոշակային ծրագրերը հասանելի դարձնելու միջոցով հարյուրավոր անգամ հազարավոր երիտասարդներ օգտվել են մեր ներկայացրած ծրագրերից։ Նաև մենք ունենք առցանց գրադարան, որտեղ հավաքում ենք ինտերնետում առկա բոլոր գիտական հանդեսների, գրքեր, հոդվածներ, այդ ամեն ինչը, եթե անծանոթ է լսարանին այլ վայրերում, մենք համատեղում ենք եւ մեր միջոցով օգտվում են, համակարգում ենք եւ տվյալներ ունենք, որ ասենք մեր սոցիալական ցանցերը օգտագործելու շնորհիվ մինչև 100,000 հոգի դա տեսել, նկատել, տարածել է։ Մարդիկ մեզ դիմում են, ասում են, ես սոցիոլոգ եմ, ուր գնամ սովորեմ։ Մենք գտնում ենք մեր որևէ ընկեր կամ ծանոթ սոցիոլոգ ընկերոջ, որը սովորում է օրինակ Մասաչուսեթսում եւ ասում ենք փորձիր իրեն օգնել, ուղղորդիր իրան։ Այսինքն նաև մեր միջոցով ցանց է ստեղծում, որ մարդիկ իրար անմիջապես կապվում են եւ օգնում են, խորհուրդ են տալիս, հա, ոնց որ ամենաճիշտն է, այսինքն դու կարաս ինտերնետում շատ բաներ գտնես, բայց երբ որ քեզ անձնապես արդեն փորձվածը խորհուրդ է տալիս, դա բնականաբար փոխում է իրավիճակը։ Տարիների ընթացքում հայկական գիտական համագործակցությունը ընդլայնել է իր կազմն ու գործունեությունը, իրականացնում են բազմաթիվ նախագծեր եւ ծրագրեր, որոնց նպատակը մնում է նույնը՝ նպաստել գիտակրթական միջավայրի արդիականացմանը եւ զարգացմանը Հայաստանում,
ու արդեն նաև նրա սահմաններից դուրս։ Նպատակներ կան նաև դուրս գալու արտասահման, այլ տարբեր երկրների կրթական շուկա, ներկայացնելու տեղական կրթական ներուժը, ինչպես նաև որոշակի բիզնես նկատառություններ այդ կրթական դաշտում գործունեություն ծավալել, որպեսզի Հայաստանը, հայկական կրթական դաշտը ներկայանալի, քննարկելի դառնա նաև դրսում։ Գոհար Ռուստամյան, Հայկ Բաբայան, օր։ Խնապատցի Աշխեն տատը 100-ամյակը թիկունքում է թողել։ Հուլիսի 2-ին ծննդյան օրը նրան շնորհավորելու են շտապել թորները, ծորներն ու կորները։ Բազմաթիվ հյուրերի թվում եղել են նաև Ասկերանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակիցները։ Համընդհանուր ուրախությունն արձանագրել եւ Աշխեն տատի 100-ամյակ կուտակած իմաստնությունից դասեր են քաղել իմ երիտասարդ գործընկերները։ Հուզմունքից թաց, մեկ դար, վիշտ ու ուրախություն ապրած աչքեր։ Աշխեն տատի խոսքերում ցավ կա եւ գիտակցություն ներկայի ու անցյալի, ապագային էլ իր համար չի խնդրում, մաղթում է, որ բոլորն իր տարիքին հասնեն։ Տասնամյակներ առաջ կորցրել է ամուսնուն, 5 զավակ է դաստիարակել, 3 որդիներից 2-ը պատերազմի ժամանակ զոհվել են, 3-րդն էլ կուրացել։ Ինքը սակայն չի հուսահատվել, շարունակել է աշխատել ու արարել։ Իմ ящик ասկենակ դուք։ Ոչ մենի մեշա չբարան, միջով մեհեն։ Լավ աշխատող, լավ տոնտնող, լավ խոխեկի, հենք խոխային պահալ, 2 աղջիկ 3 տղա, վերջումս 2 տղաս կորուս տուղի, մինին աշկերի չտենում, դարդերի շատ ալալ, էլա եկե հարուրի տեբնգը, սաղնի։ Բոլոր ծանոթներն ու հարազատները խոսում են Հոբելյարի ազնվության մասին։ Հուլիսի 2-ին Հաուրը բոլորած կինը 15 թոռ ունի, 20 ծոր եւ 4 կոր։ Ծննդյան տոնին ոչ բոլորն են ներկա։ Արցախի տարբեր շրջաններում ու Արցախից դուրս են ապրում։ Ընտանիքի ուրախությանը միացել են հարևաններն ու ծանոթները, համայնքի ղեկավարը եւ Ասկերանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակիցները։ Եկել ենք շնորհավորելու նրա ծննդյան 100-ամյակը։ Մենք տատիկին ճանաչում ենք շատ վաղուց, որովհետև տատին իր գործնեությամբ, իր աշխատասիրությամբ միշտ եղել է մեր սոցիալական ոլորտի ուշադրության կենտրոնում։ Եվ իզուր չէ, որ տատին, երբ մեր հանդիպումների ժամանակ հաճախակի էր պատմում իր անցած կյանքի մասին, եւ մենք յուրովի զգում ու հոգուստ հպարտանում ենք, որ մեր օրերում քայլում են նման վաստակաշատ մարդիկ, ովքեր ջանք ու եռան չեն խնայել իրենց հայրենի բնօջախը շենացնելու համար։ Աշխեն տատը երիտասարդ տարիներին դժվարություն շատ է տեսել, կտվորուհի է եղել, ամուսնու հետ տուն են կառուցել, սակայն դառն են ու ակնառու պատերազմի հետքերը։ Այդ ամենով հանդերձ հույսը չի կորցրել, թեկուզ եւ գյուղի ամենատարեց բնակիչն է, բայց մինչեւ այսօր ոչ ոքի նեղություն չի տվել։ Ոտքի վրա է։ Թաղամասի բնակիչների կենսաթոշակն էլ ինքն է բաժանում, խոստովանում են համայնքի բնակիչները։ Ինքան ազնիվ խրատնի է տվալվեր, մեր ազգումը ծուպումը, գողությունը գոյություն չկա, ազնվությունը, տոլկո ազնվությունը։ Ինքը իր համար ապրում է, ոչ մեկից նեղություն չի տալիս, ամեսը մի անգամ գալիս ենք, թեկուզ չնչին մեր օգնություն ենք ցուցաբերում, բայց հիմնականում իր գործը իր վզին ալի, ինքն է։ Իր մաքրությունն ատունա տեղը, սա ինքն է իր գործը անում։ Տոնական տորթի մոմերը ոչ մի կերպ չեն հանձնվում, շարունակվում են վառվել, ներկաները կատակում ու անկեղծ բարեմաղթում են։ Տատ, դեռ շատ ես ապրելու։ Հարություն Մկրտչյան, Մերուժա Մարտիրոսյան, օր։ Այսօրվա համար նախատեսել ենք այսքանը։ Խաղաղ գիշեր եմ մաղթում եւ մինչ նոր հանդիպում։